Բարևում եմ բոլորին, սիրելի հետևորդներ ջան, աշխարհով մեկ սփռված իմ հայ ժողովուրդ, իմ լավ ժողովուրդ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ բարձր է, շատ ուրախ, շատ զվարթ, եկել եմ իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեր լավ տեսակի, ձեր բարի տեսակի, ձեր քաղցր, ձեր ջերմ տեսակի համար, ես ինչքան սիրուն գրառումներ արեցիք դուք, ես ինչքան յուրահատուկ գրառումներ արեցիք դուք, ես ինչ քաղցր, ջերմ, տաքացնող, ջերմացնող գրառումներ արեցիք դուք, կապված եղբորս ծննդյան տոնին, շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ ձեր ջերմության, տաքության ու ձեր լավ տեսակի համար, աշխարհի ամենաջերմ խոսքերը նվիրեցիք աղբորս, աշխարհի ամենաքաղցր բառակապակցությունները նվիրեցիք աղբորս, աշխարհի ամենանվիրական խոսքերը նվիրեցիք մեզ երկուսիս, մեր քուր ու աղբերությանը, թող բոլորիս քուր ու աղբերության կապը ամուր լինի ու անսասան, երեկոյան կողմ հաճելի զրույց ունեցա իմ լավ ու բարի հետևորդուհու հետ, անունը չեմ տալիս, չեմ ուզում, միգուցե կնեղվի, իրան էլ եմ յուրահատուկ ձևով իմ խորին շնորհակալությունը հայտնում, քանի որ զրույցից հետո ինձ ուղարկեց մի տեսանյութ, որից որ ես շատ հուզվել եմ, եկեք միասին նայենք, որտեղ ասվում է ամեն ինչ, որտեղ ցույց է տալիս մարդը իր սերը, հարգանքը, նվիրումը հանդեպ ինձ, իմ ընտանիքին, շնորհակալ եմ ես ձեզանից, իմ լավ ու բարի հետևորդներ ջան, նշան չունի, որ ես կանգնեմ ու ասեմ, օնլայն հարթակում ես էջեր ունեմ, Աստծուն փառք, այսօր ապրում ենք այնպիսի դարաշրջանում, բոլորս էլ կարող ունենանք այդ էջերը, առանց մի հատ աչք թարթելու, բայց այսքան սեր ու ջերմություն, այսքան մտերմություն, հարազատություն, կապվածություն, ինձ թվում է շատ հազվադեպ կլինի, բայց ի սրտե սիրելի հետևորդներ ջան, կուզեմ, որ այս կապը մեր մեջ լինի շարունակական, քանի որ ես ասել եմ ու միշտ կասեմ, ես հարուստ եմ ձեզանով, ես ուրախ եմ ձեզանով, ես ինձ լավ եմ զգում ձեզանով, ես կարելի ասել օրվա մի մասս անց եմ կանցնում ձեզանով, այսօր շատ հաճելի, շատ լավ, այսպես ասած, պահեր ունեցա տիկին Գոհարի հետ, ով ապրում է Մեղրիում, ով եկել է Ստեփանավան, գիտեք, իմ համաքաղաքացի Գոհարի տղան ծառայում է Մեղրի, ոչ թե համաքաղաքացի, այլև արդեն իսկ կոլեգա, ու այն օրը ես իմ համար տանը նստած, ինքը ձեռով անում, Անահիտ, քրոջ հետ դուրս եկանք, շատ հաճելի զրույց ունեցանք, որից հետո այսօր մի մեծ ծաղկե փնջով գնացել է իմ մամայի մոտ, դա իմ համար մի ուրիշ աշխարհ է, սիրելի հետևորդներ ջան, դա իմ համար մի ուրիշ զգացողություն է, երբ որ մարդիկ հարգում են ոչ միայն ինձ ու իմ ընտանիքը, այլև հարգում են իմ ծնողին, որովհետև ծնողը սուրբ է, ծնողը, մեզ կյանք տվողը, այնպես որ այս տեսանյութով եկել եմ իմ խորին, տաք, ջերմ, ինձ սրտիցս դուրս եկած բառերով,
իմ շնորհակալությունը հայտնեմ ձեզ, տեղից չեմ գտնում, եթե նկատում եք տոթաոտ չկա, որ շնչեմ։ Եկել եմ ասեմ, որ սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ ես ձեզանից։ Կհիշեք տարիներ առաջ, մերոնք ընդհանրապես չէին ուզում եթերը մերևալ, երբ որ աղբորս ճանապարհում էի Պիտեր, գաղտնի Իրանից նկարել էի, ասի վերջում կասեմ, կուզի, չի ուզի կջնջեմ, ինչ կա դրա մեջ։ Մեզ եկան ճանապարհելու աղբորս Ռոզատատս ու Ծովինարս, ես իմ տատից հետո ոչ մեկին չեմ ասել տատիկ, չեմ էլ սիրում այդ արտահայտությունը, որ ծնողն ասի դու իմ աղջիկն ես, դու իմ տղեն ես, ախ ես երակների արունից, կարա մենակ քեզնից ծնվածի մեջ լինի ու նա լինի քո աղջիկը, քո տղեն, ես չեմ պատկերացնում Ալեքսից են կոմ ուրիշին ասեմ դու իմ տղեն ես, բոլորն էլ ավելն են, սաղել են, բայց իմը իմ տղեն է, իմ ես ինքնությունից ծնված, չէ որ պորտալարով կապվում ենք, չէ մենք իրար հետ ամիսներ շարունակ, այդ ջերմությունից հետո ոնց կարաս ուրիշին ասես դու իմ աղջիկն ես կամ դու իմ տղեն ես, չէ, չկա նման բան, համենայն դեպս իմ համար ես խոսում եմ իմ տեղը, սիրելի հետևորդներ ջան։ Երբ որ Ռոզա տատիկս ու Ծովինարը եկան, աղբերս ոնց որ սենց ասալ վայ, չէ, դու արժանի ես, ես ինչքան են քեզ սիրում, ես ինչքան են քեզ հարգում, ասեցի գիտես, որ թաքուն քեզ նկարել եմ, թե կուզես կդնեմ, թե չէ, տով ասավ ինձ էլ նկարի, այդ օրվանից սկսած, աղբերս հայտնվեց իմ էջերում, արժանացավ ձեր գեղեցիկ խոսքերին, վերաբերմունքին, սրտաբուխ գրառումներին, ինչի համար եկել եմ այսօր այդ շնորհակալությունը ասելու։ Երեգել իմ լավ ու բարի, շատ լավ մարդ, շատ ներողություն եմ խնդրում իրանից, բայց ուրիշ բառ չեմ կարող գտնեմ, շատ բարձր պաշտոնի մարդ, ով աշխատում է օդանավակայանում, այսքանից ավել էլ ոչինչ չեմ կարող ասեմ։ Իրա հետ զրույց ունեցամ, ասում անա այդ ինչի աչքերիդ փայլը կորել, անա այդ ինչի ներքին հանգստությունդ կորել, ինչ որ բան կա, սենց խոսում ենք բան, ու երբ որ այդ ամեն ինչը ես չկարողացա խաբեմ իհարկե, երբ որ այդ ամեն ինչը անցավ, սիրելի հետևորդներ, ինքն ինձ ուղարկեց մի տեսանյութ, որից ես ուղղակի սենց հունգուր լացել եմ, ու հետո ասում եմ Աստված իմ, շնորհակալ եմ քեզ, ով եմ ես, սովորական, հասարակ, ոչ մամասա բարձր պաշտոնների աշխատող մարդ, ոչ պապաս բարձր պաշտոնների, ոչ մամայի կողմից, ոչ հորս կողմից, սովորական օրվա աշխատանքով ապրող մարդիկ ենք, շնորհակալ եմ քեզ, ասում եմ Տեր ջան, ամեն բնագավառից մեզ հարգող ու սիրող ունենք, բավարար չասեմ, փառք քեզ Տեր, շնորհակալ եմ քեզ Տեր։ Ու վերջում էլի ասեմ, շնորհակալ եմ, որ դուք կաք մեր կյանքում, ու այս տեսանյութը դնեմ, ուղղակի լուրումունջ, վերջը վայելենք, սիրելի հետևորդներ ջան։ Անահիտ ջան, սա իմ մատուռն է, Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Սա էլ ձեզ համար վարված մոմերն են։ Նարեկացին բժշկող սուրբ է։ Ես ցանկանում եմ, որ ձեր բոլոր նպատակները կատարածվեն, որ կարողանաք հոգեպես հանգստություն գտնեք, օրհնվեք Աստծո կողմից։ Ես այս մոմերը ձեր ընտանիքի համար եմ վառել։ Թող Աստված ձեր նպատակները կատարի։